Բարի երեկո բարեկամներ, այսօր ուրբաթ օր և ամբողջ քրիստոնյա աշխարհը, ինչպես ասում են, մոտեցավ ամենակարևոր հոգևոր տոներից մեկին կամ օրերից մեկին, Զատիկ։ Սակայն մենք այսօր խաչելության մեջ ենք, կիրակի օրը մեզ մոտ կլինի հարություն, իսկ երկուշաբթի մեռելոց։ Եվ արդեն 17 դար է հայ մարդը, հայ մարդին այս օրերին հանդիպելուց դիմում է Քրիստոս հարյալ մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ինչ է պարունակում այս բառերը, ինչ խորության մեջ են սրանք, ինչ հոգևոր իրավիճակում է մարդը գտնվում, այս բացատրությունների համար է, որ ես հրավիրել եմ իմ բարեկամ և ձեր քաջ ծանոթ Վարդան Նաջարյանին, հայտնություն հաղորդաշարի վարողը, շատ լավ ծանոթ է ձեզ, փայլուն երիտասարդ և իրեն պես այդպիսի փայլուն հոգևոր եղբայրներ ունեցող մի բանակ երևի ասեմ, որտեղ իրենց արածը իսկապես բանակի գործ է, տարածել մարդկանց մեջ մեր հայ քրիստոնյա հավատքը։ Բացատրության համար, որովհետև շատ շատերս գուցե այս վերջի ժամանակահատվածում սերնդեսերունդ փոխանցվելով այս ամենը ինչ որ միտեղ կարծես այն հոգևոր ամրությունը թույլատրել է, շատերը մեխանիկորեն են մոտենում։ Ես հրավիրել եմ եղբայր Վարդանին, որպեսզի բացատրություն տա այս ամենի նշանակությանը, սակայն մինչև մենք Զատիկ հասկացողությունը առանձնացնենք, կա մի ավելի քան կարևոր նյութ, որը անմիջապես կապվում է այս ամենին։ Վերջերս երկու շաբաթ առաջ աշխարհին այսպես միանգամից հանգարցակի նետվեց մի իրադարձություն ասեմ, լուր ասեմ, տեղեկություն ասեմ, դա Հուդայի ավետարան շատերդ լսած կլինեիք, ցնցվեց աշխարհը, չգիտես որտեղից հանգած հայտնվեց այս Քրիստոսի ծնունդից 300 տարի հետո գրված մի սուրբ գիրք Հուդայի կողմից և հանգարց դա սկսեց ներկայացվել մարդկությանը։ Ինչ է դա գիրքը, մենք մինչև ընդմիջում ես կխնդրեի բացատրություն, եղբայր Վարդան, իսկ ընդմիջումից հետո արդեն Զատիկը մեր հիմնական նյութը այսօր։ Խնդրեմ։ Շատ սիրով, նախ շնորհակալություն Հայկ այս հրավերի համար, մեր սիրելի հեռուստադիտողներին ողջունենք Աստծո օրհնություններով։ Իրապես հարցումը շատ արդիական է, այս օրերի համար խիստ կենսական, որովհետև մարդկանց մեջ շփոթություն կա։ Հանկարծ իրենց ներկայացվեց մի բան, որ դարեր շարունակ չի եղել և ներկայացվեց իբրև թե այն դուրս մնացած մի գիրք է Սուրբ գրքից։ Այդպիսի մի գրություն կա, այն հրատարակվել է 3-րդ դարում և այն ժամանակվա եկեղեցու կողմից իբրև հերձվածող է ներկայացվել և մոռացվել է մոտավորապես 17 դար և հանկարծ 80-ական թվականներին Նյու Յորքում իբրև թե գտնվեց դրա մեկ տարբերակը, մշակումներ արեցին և այս օրերին ներկայացվեց հանրությանը, ինչու հենց այս օրերին, երբ որ Քրիստոսի հարության օրն է մոտենում, ներկայացվեց հանրությանը և մարդկանց մեջ առաջացրեց որոշակի շփոթություն։ Ինչու՞մ է կայանում բանը։ Իբրև թե Հուդան, որ առաքյալներից մեկն էր, ի վերջո մատնիչ դարձավ, նա մատնել է Հիսուսին Հիսուսի պատվերով։ Հիսուս իրեն խնդրել է, որպեսզի ինքը մատնի, որպեսզի կատարվի մարգարեության մեջ գրվածը և այսպիսով Հիսուս ներկայանա իբրև Մեսիա։ Այսինքն իր Մեսիա լինելը ճանաչվի միայն ու միայն մարդկային մի գործընթացի միջոցով։ Ինքը դասավորեց այդ գործը, որպեսզի մարգարեությունը կատարվի։ Բայց եթե մենք դիմենք շատ պարզ, բայց առողջ տրամաբանությանը, կարող ենք
տեսնել հետևյալ պատկերը։ Նախ ասեմ, որ նրանք, ովքեր Սուրբ գրքին տեղյակ չեն կարդացած, իրենց համար մեկնաբանություններ անելը մի քիչ տեղին չէ, որովհետև եթե մի բանին տեղյակ չես, ինչպես կարող ես մեկնաբանություն անել։ Տեր Հիսուս ինքը ասաց, աշակերտներին ասաց, ես ձեզ 12-ից ընտրեցի, բայց ձեզանից մեկը սատանա է։ Եվ նա մատնանշեց Հուդային։ Մեկ այլ պարագայի, երբ որ պիտի մատներ Հիսուս, Տեր Հիսուս իրեն ասաց, գնա, ինչ որ պիտի անես արա։ Եվ այս վերցնում են այս խոսքը ասելով, որ տեսեք, պայմանավորված բաներ Հիսուսի եւ Հուդայի միջև, որ Հուդան պատվերով պիտի գնար Հիսուսին մատներ եւ Հիսուսը նշան տվեց ի վերջո էլ Գեթսեմանիում, երբ որ եկան այդ զինվորների հետ միասին, համբուրով Հիսուսին մատնեց։ Բայց շատ ու շատ տեղեր կան, որտեղ Հուդայի սատանայից լինելը հայտնվեց։ Օրինակի համար Հովանու 17-րդ գլխի մեջ Հիսուս քանապետական աղոթքը երբ որ արեց, ասեց. Հայր, այն ամեն ինչ, որ ինձ տվեցիր, որևէ մեկին չկորցրեցի, միայն այն կորստյան որդին, եւ այդ կորստյան որդին Հուդան էր։ Ինչպես կարող են Հուդան եւ Հիսուսը բարեկամներ լինել, երբ որ Տեր Հիսուս ինքն է վկայում Հուդայի համար, որ նա սատանայի որդի է, եւ գրված է, որ նա գնաց այնտեղ, որտեղ որ պատկանում էր, այսինքն դժոխքին։ Եվ մեկ այլ տրամաբանական մի այսպիսի բնորոշում. Եթե Հիսուսը եւ Հուդան իրար հետ բարեկամներ են, սերտ կապ ունեն եւ Հիսուս գաղտնիքներ էր նրան հայտնում եւ խոստացավ, որ երկնքի թագավորության մեջ ամենաբարձր դիրքը պիտի ունենաս։ Դրանից հետո ինչպես Հուդան գնաց եւ ինչ իրեն կախեց։ Չէ՞ որ ինքը ստացել էր Տեր Հիսուսից խոստումներ, երկնքի մեջ բարձր դիրք պիտի ունենաս։ Ինչ իրեն կախեց, որտեղ իր խիղճ իրեն տանջեց եւ ի վերջո ընկավ եւ գրված իր փորոտիկը դուրս թափեց։ Եղբայր Վարդան, իսկ քրիստոնյա աշխարհը ինչպիսի ռեակցիա տվեց, ինչպիսի մոտեցում ցույց տվեց այս գրքին եւ ընդհանրապես այս գիրքը որպես, չգիտեմ, ճշմարտություն ընդունվեց թե հերքվեց։ Հայկ ջան, թե դեռ process-ի մեջ է, ընթացքի մեջ է։ Ժամանակին մարդկանց հրամցվեց Թոմասի ավետարանը։ Հետո Մարիամ Մագդաղենացու ավետարանը եւ ներկայիս էլ ներկայացում է Հուդայի ավետարանը։ Այսինքն սրանք հոսանքներ են, որ պիտի գան եւ պիտի գնան։ Հասկանալի է։ Աստծո խոսքը ասում է, որ ով որ այս գրքի վրա, որ 2000 տարի առաջ կազմվեց, նրա մեջ աստվածային բոլոր գրքերը ներգրավեցին։ Եթե մեկ այս գրքի վրա որևէ բան ավելացնի, Աստված էլ նրա վրա պիտի ավելացնի այն հարվածները, որ պիտի գան։ Եվ Պողոս առաքյալը ինքը գաղատացիներին գրեց հետևյալը. Եթե անգամ երկնքից հրեշտակ գա եւ այս ավետարանից տարբեր մեկը ավետարանի, անիծյալ է։ Եղավ, շնորհակալություն։ Ես այստեղ նաև դիտում եմ ինչ որ քաղաքական մոտեցումներ էլ, որը հիմա պետք չէ երևի մտնել այդ դաշտը, բայց հասկանալի է եւ շատ շատերին է ընկալելի այս գրքի հայտնվելը, այս գրքի նշանակությունը եւ ինչպիսի խաղեր են նոր ինչ որ բաներ են պատրաստվում, սակայն ինձ թվում է քրիստոնյա աշխարհը առայժմ դեռ այնպիսի ուժ ունի, որ կկարողանա հակադրել նման այսպիսի քայլերին։ Ինչևից է բարեկամներ, եկեք ընդմիջենք, մենք մի փոքր էլ անցանք մեր ընդունված ժամից եւ կշարունակենք հաղորդումը ընդմիջում։ Շարունակենք բարեկամներ, մենք արդեն ունենք բազմաթիվ զանգեր, ես հասկանում եմ հուզմունքը, սակայն թույլ տանք եղբայր Վարդանը նաև Զատիկի նշանակությունը, դերը, նրա հոգևոր արժեքը մեզ ներկայացնի, սև հետո արդեն անցնենք ձեր հարցադրումներին, խնդրեմ։ Այո, կաշխատեմ այս անգամ ավելի կարճ։ Խնդրեմ։ Ուրեմն Զատիկը ունի իր արտաքին կեղևը եւ ներքին խոր իր գիտակից մասը։
ժողովրդի մոտ շատ ընդունված է եւ իրենք շատ տեղյակ են արտաքին կեղևին, օրինակ գիտեն, որ զատիկի ժամանակ ձու պիտի ներքվի, համադամ կերակուրներ պիտի պատրաստվեն, ընտանեկան միջավայր պիտի լինի, պիտի ուրախանան։ Սակայն բուն նշանակությունը հաճախ անտեսվում է։ Զատիկ նշանակում է զոհվել, պատարակ լինել։ Արմատները հին ուխտից են գալիս, սակայն դա իբրև շուք է հանդիսանում, բայց իրականը Քրիստոսի զոհաբերությունն է, իր զոհվելը եւ հարություն առնելը։ Ինչպես Աստծո խոսքը վկայում է առաջի Կորինթացիս 5-րդ գլուխ 7 համարը, Քրիստոս մեր զատիկը մեզ համար զոհվեց։ Հին ուխտի նշեցինք, որ հին ուխտի զոհը շուքն էր, այնտեղ գառնուկ էր զոհվում, որ պիտի անբիծ եւ անարակ լիներ այդ գառնուկը։ Քրիստոսը միակ զոհ եղավ, հավիտենական զոհ եղավ, 2000 տարվա այս ընթացքին միակ եղավ եւ այլևս պետքություն չկա որևէ զոհ անելու, արդեն Քրիստոսի արյունը կենսունակ է մարդկանց իրենց մեղքերից սրբելու եւ հավիտենական կյանքի արժանացնելու համար։ Սա էր կարճ մոտեցումը զատիկի, իսկ մեռելոցը։ Մեռելոցը դա անշուշտ հատուկ սուրբ գրային հիմք չունի, ուղղակի ընդունված է, որ այսպիսի տոնից հետո մարդիկ այցելում են գերեզմանոց եւ իրենց, ասենք, հարազատների շիրիմներին են այցելություն անում, դա հատուկ մի նշանակություն չունի։ Հասկանալի է։ Լսենք մեր հեռուստադիտողներին։ Այո, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Քրիստոս արյավի մերելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Ըստ իս, եթե զատիկի հարության իմաստը չլիներ քրիստոնեության մեջ, քրիստոնեությունը ինքն էր ոչինչ, որտեղ հարության իմաստը։ Միանգամայն ճիշտ եք։ Միանգամայն ճիշտ եք։ Որտեղ ինք հարության իմաստը կյանքի վերազարդման, կյանքի զարթոնի, կյանքի հարաբերության իմաստն է, առանց դրանց քրիստոնեությունը իմ կարծիքով ոչինչ կլիներ։ Շատ ճիշտ է, այո։ Մի բան ասեմ, խոսքս կարճան եմ, որ ուսները խոսեն։ Այո։ Երբ որ երեխային ասում եք, դու ում ես շատ սիրում, երեխան երկու ձեռքերը բացում է, խաչի նման, ասում է, սիրում եմ հորս մորս։ Այ Քրիստոսը խաչի վրա ըստ իս, եթե ձեռքերը բացեց, նա մարդկությանը սիրելու, մարդկությանը գրգելու, մարդկությանը խաղաղություն բարձրելու։ Այս մեծ երկու իմաստներն են ըստ իս, որ քրիստոնեությունը դարձրել են ամենաբանձարի կրոնքը, քրիստոնեությունը, Քրիստոսի իր պատկանները, սիրո, խաղաղության, հույսի, հավատքի, այլևս ինչ մարդուն։ Շատ ճիշտ է, այո։ Եվ եթե մենք, եթե մեր նախկիները սունեցին քրիստոնեությունը, ես միշտ հավատում եմ, որ նրանց տաղանդն է, նրանց արյական միտքը, նրանց արյական մտածողությունը, նրանց սրտեց ընդունելու այն, ինչ որ ոչ էր կրակ բացել, այն մի բան, որը մարդկայի մտքի համար է։ Շնորհակալություն ձեզ։ Մեկ զանգել եւ անցնենք ընդմիջման։ Այո, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ անդրադառնալ Հուդայի եւ Քրիստոսի, այսինքն Հուդայի Խնդրեմ ձեր մոտեցումը։ Իմ կարծիքով, եթե Քրիստոսին պետք էր, որ ինչ-որ մեկը իրեն մատներ, այսինքն նա մատության կարիք էր չուներ, նա ինքը կարող էր ինքը իր ոտքով գնալ հանձնվել, եւ իր համար բացարձակապես դժվար չէր լինի իր աշակերտներին հասկացնել, համոզել, որ դա անհրաժեշտություն է։ Այնպես որ այս տեսակետը, որ Հուդան պայմանավորված է եղել Քրիստոսի հետ, դա անհետեթություն է։ Այո, շատ ճիշտ։ Մենք էլ ենք դա ասում, բայց ցավոք այս Հուդայի ավետարանը այդպես է, այսպես ներկայացված քրիստոնյա աշխարհին։ Ցավոք, բայց այդպես է։ Շնորհակալություն ձեզ։ Հիսուսի վերաբերյալ բազմաթիվ մարգարեություններ կային գրված իր ծնունդի, աշխարհ գալու, խաչելության, հարության։ Եթե Հիսուս մարդկային միջոցներ պիտի ձեռնարկեր, որ մարգարեությունները կատարվեր, իր ծնունդը ինչպես պիտի լիներ։ 700 տարի առաջ նախաձայնված մի բան էր եւ տեղի ունեցավ։ Եվ գրվեց ամեն բան, որովհետեւ Աստված կանխագետ եւ ամենագետ է, ասում է, չեղածները եղածի պես կկանչեն։
Եվ դրանք գրվեցին ի վերջո պիտի իրականանային։ Եղավ, շնորհակալություն։ Մեկ ընդմիջում էլ, հետո կանցնենք նորից ձեր մտքերին, բարեկամներ, ընդմիջում։ Շարունակենք բարեկամներ եւ անցնենք ձեր մտքերին։ Խնդրեմ դուք եթերում եք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես եղբոր մեկ հատ հարց ունեմ Սուքի։ Խնդրեմ։ Ուրեմն գուզենայի որ Սուք հստակ չփոխադրեք, որպես մեր հայ ժողովուրդը հասկանան այս սխալ հասկացողությունը։ Ուրեմն երբ որ մեկ հայ երեխա մծնվի, ուրեմն անպայման այդ երեխան պետք է դառնի եկեղեցի եւ գնքեն որպեսի քրիստոնյա անվանեն այդ երեխան։ Բայց Սուքի մեջ շատ հստակ է, որ պետք է առաջ ապաշխարեն եւ հետո մգրդվին։ Ուրեմն ասում համար միշտ մենք վիճապանության մեջ ենք, միջով իսկ մեր ընտանիքի մեջ։ Ես կուզենայի, որ բացենին մեկ հատ բացատրել, որպես ամեն մարդ հստակ հասկանան այս իրականությունը։ Շնորհակալություն։ Սիրով։ Ավետարանը փրկության ավետարան է։ Այն մարդկությանը կանչում է փրկության։ Եվ Աստված փրկության ամբողջ գործը կատարեց, Քրիստոսի ձեռքով ամեն բան իրականացավ։ Փրկության մեջ մկրտությունը որևէ գործ չի խաղում, որևէ դեր չունի մկրտությունը։ Փրկությունը միայն հավատքի արդյունք է։ Հավատաս փրկությունը կժառանգես։ Որից հետո գալիս է փրկությունը ներկայացնելու հասարակական հանրությանը ներկայացնելու քու հավատքի արտացոլումը։ Դրա համար մարդիկ մկրտվում են խոստովանելով իրենց մեղքերը Տեր Հիսուսի անունով մկրտվում են։ Սակայն փրկությունը միայն հավատքով է։ Մարդը սրտով կհավատա եւ շրթունքներով կխոստովանի, որ Տեր Հիսուս իր մեղքերի համար խաչ է լավ եւ իրեն արդարացնելու համար հարություն առավ։ Որից հետո ջրով մկրտվելը, որ Տեր Հիսուս ինքը պատվիրեց, որ պետք է որ հավատալուց հետո մարդ մկրտվի եւ այդ մկրտությունը ցույց է տալիս նրա հավատքի արգասիքը։ Այստեղ հարցադրումը, որ մանուկին փոքր 40 օրեկան տանում են, այդ մանուկը դեռ չգիտակցելով, ընդհանրապես չհասկանալով աշխարհը, ինչևից է։ Մենք բավականին հարթ զանգեր ունենք, բայց նաև ես էլ ունեմ մի շատ կարևոր ինձ համար եւ ինձ թվում է ժողովրդին էլ կհետաքրի հարության վերաբերյալ ինչ փաստեր կամ ապացույցներ կան։ Այո։ Ամենամեծագույն ապացույցը դա Սուրբ գրքի մեջ գրանցված դեպքերն են, ինչ որ տեղ ունեցավ։ Առաջի եւ ամենամեծ ապացույցը դատարկ գերեզմանն էր։ Այն որ քանապետների դրդումով եկան եւ զինվորները կնքեցին, վրան էլ մեծ քար դրեցին, որը որևէ մեկը չկարողանա շարժի, բայց մեկ շաբթի օր, այսինքն Կիրակի առավոտյան կիներ եկան եւ տեսան քարը գլորված է եւ տեսան դատարկ գերեզմանը, ապա իրենց հայտնվեց Տերը, կարծեցին պարտիզպանն է եւ ասացում եք փնտրում։ Ես եմ, դեռ հորս մոտ չեմ ելել։ Եվ Տեր Հիսուս շատ դրվագներում իր աշակերտների հետ հարաբերվեց, օրինակ Էմաուսի ճանապարհորդների հետ եղավ, առաքյալներին հայտնվեց, երբ որ նրանք ձուկ էին որսում, եւ ի վերջո 500 հոգու ներկայությամբ ինքը համբարձվեց երկինք։ Այսինքն իր հարությունից հետո 40 օր նա երկրի վրա եղավ։ Սա Սուրբ գրային փաստերը։ 17 հեղինակներ Սուրբ գրքից դուրս, որոնք աշխարհիկ պատմագրիչներ են եղել, նրանք ներկայացրել են Քրիստոսի երկրի վրա ապրելու ժամանակաշրջանը եւ շատ փաստեր, դրանց մեջ կան հույն, հռոմեացի, բաբելացի, ասորի պատմագիրներ, որոնք գրանցել են այդ մատյանների մեջ եւ դրանք պահպանվում են։ Փաստացիորեն հարության ապացույցներ են սրանք, իսկ ամենամեծագույն ապացույցը Հայկ ջան հետեւյալն է, որ հարուցյալ Քրիստոսը այսօր մարդկանց սրտերն է փոխում։ Կարծրացած սրտերը ջախջախում է ուղակի, նրա մեջ նոր մի սիրտ է տալիս, նոր մի մտածում եւ ինքը իր հարությամբ բերեց հավիտենական հույսը։ Ասաց, ով որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Ես եմ հարությունը եւ կյանքը։
ես նայեմ որ մեռա եւ ահա կենթանի եմ հավիտյանս հավիտենից։ Շնորհակալություն բացատրության համար։ Մեր բոլոր գծերը վառվում են, իսկ մեզ մնաց ընդամենը 2 րոպե բարեկամներ, ումը չնեղացնեմ։ Խնդրեմ, դուք եթերում եք կարճ, եթե կարելի է։ Այո, բարև ձեզ։ Խնդրեմ։ Այո։ Դա ինչ է նշանակում եւ ձուկը ինչ է զադիվան ուտում։ Եղավ, շնորհակալություն հարցի համար։ Խնդրեմ։ Սա մեր սկզբին նշած արտաքին կեղևն է, ասեցինք, որ շատ ավանդական բաներ կան, օրինակ ձու ներկելը կամ այսպիսի բաներ սարքելը, վրան խաչը դնում են իբրև քրիստոնեության նշան, խաչը քրիստոնեության նշանն է, եւ ձուկը ընդհանրապես աշակերտների նշաններ, քրիստոնյաների նշաններ, առաջի դարի քրիստոնյաները, քանի որ մեծ հետապնդումներ կար իրենց հանդեպ, որպեսզի ճանաչեին, թե այդ մարդը կամ այն անկյունը միտեղ քրիստոնյա է ապրում, ձկան նշան են դնում եւ իրենց հավաքույթների տեղերը իրեն գտնում են ձկան նշանով եւ Տերը ինքը հարությունից հետո երբ որ իր աշակերտների մեջ հայտնվեց եւ աշակերտները իրենք ձուկ են որսում դուրս եկան տեսան որ կրակ է վառած եւ կրակի վրա ձուկ եւ հաց է դրված Հասկանալի է բարեկամներ ցավում եմ բայց մեր ժամանակը ինձ էլ է շատ հետաքրքիր ես ժամերով պատրաստ էի եղբայր Վարդանի հետ այս թեմայի հետ շփվել այս թեմայի շուրջ բայց առաջիկայում ես ասեմ ձեզ որ ես պատրաստվում եմ նորից հրավիրել մի նորից կարևոր նյութ կա որը կապված հոգևոր մեր քրիստոնյա աշխարհի հետ դա դավինչի ինչպես է դավինչի կոդ այսպիսի մի երևույթ կա, որը իսկապես պետք է բացատրել, պետք է մեր հայ ժողովուրդը այստեղ համայնքում տեղյակ լինի դրա մասին, որովհետև սա էլ է մի նոր հարված քրիստոնյա աշխարհին։ Այնպես որ առաջիկայում մենք նորից կհանդիպենք, ես դրա համար հրաժեշտ չեմ տալիս եղբայր Վարդանին, այն հույսով, որ կստանանք այսպիսի պատրաստված եւ խելամիտ բացատրություններ։ Իսկ ովքեր հարցեր ունեն մնացեք գծի վրա, մենք հաղորդումից հետո անպայման եղբայր Վարդանը ձեր հարցերը կբավարարի։ Շնորհակալություն ձեզ։ Ես եմ շնորհակալ եւ եկեք հերոստատիտողներին ասենք հետեւյալը Քրիստոս հարյավ իմ մեռելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մնաք բարյաց բարեկամներ, կհանդիպենք երկուշաբթի։